Մարդը, որը միշտ խոսում էր քաղաքականությունից, մի քանի օր առաջ էլ դժգոհում էր, թե ինչու են Երևանի Ամիրյան փողոցը վերանվանել եւ այն կոչել Պապ Թագավորի անունով։ Իսկ ինձ համար ավելի տարօրինակ էր, որ այդ փողոցը արդեն երկրորդ անգամ է անվանափոխվում։ Մի անգամ արդեն այդ փողոցին տվել էին Վռնդշապու արքայի անունը, որն այդ փողոցին ավելի շատ էր սազում։ Եվ ընդհանրապես, եթե Հայաստանի տարածքում անվանափոխություններ չլինեին, ապա Հայաստանի քարտեզին այժմ կլիներ Չամռլու, Դավալու, Բասարգեչար, Ղարաքիլիսա եւ այլն։ Ցանկը բավականին մեծ է, հավանաբար 60-70 տարվա ընթացքում այս վերջի երևի 200-ից ավել այսպիսի օտարոտի անուններ են անվանափոխվել։ Ամենահետաքրքիր անվանափոխությունը 90-ական թվականներին էր։ Լենինականը անվանափոխեցին եւ դարձրեցին իր հին վաղնջական անունով Կումայրի, բայց որոշ ժամանակ անց ժողովուրդը պահանջեց, որ Կումայրին սկսեն կոչել Գյումրի։ Ըստ տարբերակներից մեկի Գյումրին Կումայրիի ձևափոխված ձևն է, բայց տարբերակներից մեկն էլ այն է, որ այն թուրքերեն բառ է եւ նշանակում է մաքսատուն։ Տարիներ առաջ լեննականցի մի գրող կար, վերցրել էր գյումրեցի գրական անունը։ Արդեն հասուն հասակում մի նյութ էր տպագրել, որտեղ ասում էր. եթե ես իմանայի, որ այս անունը օտարոտի անունը, երբեք այս անունը չէի վերցնի, բայց արդեն ուշ էր։ Գրողը մի քանի գրքի հեղինակ էր։ Կոտայքի մարզում կա մի գյուղ, Ալափարս, այնտեղ էլ ժամանակին ուզում էին այդ գյուղի անունը փոխել։ Ժողովուրդը սկսեց ընդվզել, թե չենք ուզում։ Գյուղի անունը ուզում ենք մնա նույնը։ Այդպես էլ չիմացա գյուղի անունը փոխեցին, թե չփոխեցին։ Իսկ ինչ վերաբերում է սովետական բոլշևիկյան անուններին, Մյասնիկյան, Սպանդարյան, Կիրով, սովետական շրջան, Կիրովի շրջան, 26 կոմիսարների շրջան, այս բոլոր անունների ետևում, երբ անվանակոչել են, կանգնած է եղել հիմնականում մեկ մարդ, կամ կոնկուրսի առաջի քարտուղարը, կամ պրոպագանդայի բաժնի վարիչը։ Նա էր ասում եւ այդ անունն էլ դնում էին։ Այժմ քաղաքապետարանում գոնե ինչ-որ քննարկումներ լինում են։ Ճիշտ է, այդ քննարկումները երբեմն ավարտում են ծեծկռտուքով, բայց հավանաբար դա էլ է երևի դեմոկրատիա։